Ես ողջունում եմ գործարալիքի միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ թվային հարթակներում մեր բոլոր հաղորդումները դիտել։ Այս պահին մենք սխալ հաշվարկ հաղորդումն ենք սկսում, մեր տաղավարում ռեստորատոր Արեգ Գևորգյանն է, նաեւ ռեստորմանիա։ Ողջույն Արեգ ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, փորձելու ենք հնարավորին այսպես քամել, ողջել, թե ինչ է տեղի ունեցել ձեր գործարար կյանքում, ինչ փորձությունների եք ենթարկվել եւ ինչը մեզ կպատմեք դրանցից։ Ձեզ բոլորը երևի թե գիտեն Քամանչայից, գոնե մեծ մասը։ Ես ուզում եմ Քամանչայի պատմությունը մեզ պատմեք, ինչպես է ստեղծվել, հետո գանք կամաց այն խնդիրներին, որոնք եղել են։ Ես պատրաստ եմ քամվելու սիով ու կարծում եմ, որ գործարարի համար, բիզնեսով զբաղվողի համար այդ քամվելը մենակ դիհաճելի լինի, որտեղ ըստ էության բացի այն գործունեությունից, որ մենք ծավալում ենք, անձնական շահից ու նպատակներից ելնելով, կարծում եմ կա նաև հանրային շահը եւ այն հանրօգուտ մասը մեր գործի, որով մենք փորձում ենք ել ավելի լավը դարձնել միջավայրը, որում ծավալում ենք մեր գործունեությունը։ Այդտեղ էլ իհարկե անձնական բան կա, որովհետև ավելի շահավետ է աշխատել ավելի զարգացած միջավայրում։ Ու այդ առումով կարծում եմ անհրաժեշտ է ուղղակի ու յուրաքանչյուրիս պարտքն է կիսվել փորձով, որովհետև փորձը ու հենց դժվարությունների ու սխալների փորձը այդ կարծում եմ չափազանցություն չհնչի, բայց ոսկի է։ Իրան պետք է հայթայթել ու ճիշտ գնահատել ու սովորել։ Մինչև Քամանչայի մասին պատմելը, կասեք ինչու են գործարարները միշտ ուզում, որ իրենց դրականի մեջ տեսնեն, այսինքն տեսնեն հաջողված հատվածները իրենց բիզնեսի եւ չպատմեն, թե ինչ դժվարություններ են տեղի ունեցել։ Իրականում դժվարությունները ավելի գրավիչ են ականջի համար, այսպես լսելի են հաճախ։ Համենայն դեպս վերջին տարիներին ես կարծում եմ այդ իմաստով փոփոխություն է եղել, գուցե շատերը ցանկանում են նոր փորձ ունենալ, մտնել այդ ոլորտ, գուցե դրանով է պայմանավորված, ինչ կասեք։ Դե նախ ըստ մի քանի խնդրեմ ունենք, ես կարծում եմ։ Իհարկե ես չեմ կարող գուշակեմ մոտիվները, ինչի մոտիվացիան, ինչի համար են մարդիկ տենց անում։ Երևի իրանց լավ զգալու համար կամ գլուխ գովալու համար, բայց ես կարծում եմ գլուխ գովալու ավելի լավ ձևեր կան։ Բայց դե մի հատ կարևոր խնդիր կա, որ մենք սխալները ու մեր ձախողումները համարում ենք ամոթ բան։ Այնինչ եթե անգամ սխալը մեզ կործանում է գործարարին, հա, զարմանալի չի, բայց դա ամենաարժեքավոր սխալներն են ընդհանուրի համար, որտեղ այն սխալը, որ օրինակ կործանում է ինքնաթիռը, մի փոքր ավելի անվտանգ է դարձնում հաջորդ բոլոր չվերթները ամբողջ աշխարհում։ Նույնն էլ մեր ոլորտն է, նույնն էլ ռեստորանային ոլորտն է կամ բիզնեսն է առհասարակ։ Յուրաքանչյուրի սխալը, որ անգամ եթե կարա մեզ կործանի, ինքը ավելի լավն է դարձնում ոլորտը։ Փոքր քայլերով ժամանակի ընթացքում հետևությունների տեղաթողնում։ Այո։ Ու միևնույն ժամանակ եթե մեզ չի կործանում, դա նաև մեզ հնարավորություն է տալիս սովորելու, ինքնուրույն սովորելու։ Ես այս օրինակի մասին շատ եմ խոսել, ամենապարզ օրինակն է, կարծում մանկահասակ երեխայի քայլելու process-ը, հա, որը մենք անցնում ենք ամբողջ կյանքում սովորելը։ Այդտենց երեխա, ես չգիտեմ տենց երեխա, որ վերակացել ու սկսել է քայլել, կամ մաման, պապան այնքան են տեսական մասը իրան բացատրել, որ ինքը վերկանա, սկսի քայլել։ Ինչքան էլ ասես, հորդորես, հա, տեսականը բացատրես, մեկը ինքը ընկնելու է, մեկը ինքը սողալու է, մեկը ինքը հավասարակշռությունա սովորելու պահել, ընկնելով, սխալվելով ու նոր քայլել է սովորելու։ Այս մի հատ անխուսափելի process է, որից փախնելը ուղղակի ինքնասպանություն է։ Այստեղ շատ կարևոր է ինչպես անել, որ այդ ընկնելը, այդ փորձանքները ցավոտ լինեն, բայց ոչ կործանարար եւ ոչ, չգիտեմ, անդառնալի։ Դա էլ է, չէ՞, կարևոր։ Նաև պետք է հաշվի առնել, որն է անդառնալին եւ յուրաքանչյուրի համար կարծում եմ դրա սահմանումը կա, յուրաքանչյուր գործարարի համար ձեր մասով, եթե։ Այդ խնդրներից մեկն է, որ մենք սահմանում չունենք։ Ու չկա այդ սահմանումը։
Հիմա մենք խոսում ենք հաջողելու մասին։ Որն է հաջողությունը։ Կամ խոսում ենք սխալի մասին։ Որն է սխալը։ Դեկասում շատերը մտածում են, եթե ֆինանսական կորուստ են ունենում, դա մեծագույն ձախողում է, բայց օրինակ աշխատակից կորցնելը։ Ինչի՞ է դա ձախողում։ Ինչի՞ է դա։ Եթե դա անխուսափելի է, եւ եթե երեխայի քայլելու անխուսափելի մասն է ընկնելը, ինչի՞ է դա ամոթալի կամ ցավալի։ Ինչի՞ դա մենք չենք ընկալում որպես երևույթ, որը պետքա լինի։ Երևույթ, որից պետքա դասեր քաղել, սովորել ու անցնել առաջ։ Այսինքն ամեն ինչ մեր ընկալումների մեջ է, սա խոսքը մենակ բիզնեսի մեջ մասին չէ, ամբողջ մեր կյանքը, մեր ընտանեկան կյանքը։ Ինչ է մենք տենց իդեալական բաներ ենք, մարդիկ ենք, ինչ որ բոլոր առումներով անձնական հարաբերությունների առումով սխալվում ենք, վատ ենք զգում, գնում ենք ներողություն ենք խնդրում, սովորում ենք հաջորդ անգամ չկրկնենք։ Ուսեն շարունակ, ինչքան շատ ենք։ Միակ խնդրը, որ կարա լինի ու կործանի մարդուն, դա ես կարծում եմ չսովորելն է։ Չգնահատելը, որ սխալը ու ձախողումը դրանք ռեսուրսներ են։ Ոչ թե դրանցից պետքա փախնել, այլ կոպիտ չընչի, բայց գիտակցված գնալ դրան ու հաճույք ստանալ դրանցից, դրանց մեջով անցնելուց, սովորելուց ու նոր սխալների հնարավորություններ բացելուց կյանքում։ Քամանջայի հարցը մնաց, ուզում եմ պատմելով գաք հասնեք դրան, թե ամբողջ ընթացքում ինչերի եք դուք բախվել, այդ ձեր օրինակով կուզեմ լսել։ Դե այդ մեր եթերը չի հերիքի։ Կարելի ասել բանը առհասարակ ես երբեք չեք մոռանա։ Հա, սխալներ։ Օրինակ ինչ որ պահի Արմատ ռեստորան։ Սկզբանե հաշվարկով եք դուք ստեղծել։ Այն քայլերը, որ արել եք բիզնեսում, հաշվարկ ունեցել եք։ Հա, բոլոր պրոյեկտների մասով իհարկե հաշվարկներ լինում են, բայց ես այդքան էլ հակված չեմ այդ հաշվարկները դնել ֆունդամենտում, ճիշտ ասած, որովհետև մեծագույն նշանակություն ունի ցանկությունը ու հավատը։ Այս անխուսափելի է։ Շատերը այստեղ ասում են, որ էմոցիոնալ են իրենք այդ որոշումը կայացրել ու դա լավագույն տարբերակն է եղել։ Այո, ու գալիս ենք նույնպես այդ սխալվելուն։ Եթե չկա էմոցիոնալ կապ պրոյեկտի հետ, եթե չկա էմոցիոնալ կապ բիզնեսի տեսակի հետ, ապա գործարարը երկար չի ձգի այդ դժվարությունները հաղթահարելով։ Որտեղ դու պետք է սիրես այդ գործը։ Որ ամեն առավոտ արթնանաս, իմանաս, որ գնում ես մտնես դժվարությունների մեջ, թե ընկալես, որ գնում ես մտնես մղձավանջի մեջ։ Երկար չես ձգի մղձավանջի մեջ։ Իսկ այդ խնդիրները անդադար են, շարունակական են։ Դու պետք է էմոցիոնալ մոտիվացիա ունենաս դրանք հաղթահարելու անընդհատ ու կայֆ բռնելու այդ դրանք հաղթահարելուց։ Առանց դրա չի լինում։ Ո՞նց եք հասել այդ գաղափարին, որ այ կարելի է սխալվելուց հաճույք ստանալ։ Որովհետև դժվար է էլի ինքը իրականում, ամեն դեպքում այնպես չի, որ դու հայտնվում ես ինչ-որ օտար մարդու գործարարության մեջ բիզնեսում, սկսում ես պարզապես ձախողվել ու քեզ դա առհասարակ չի հետո վերաբերվում, քո համար խնդիրներ չի ստեղծում, քո ֆինանսական կորուստներն են դրանք լինում, քո աշխատակիցների կորուստները, վատ հարաբերությունները, համբավն ու պատիվը։ Այդ ամեն ինչը վերաբերում է անձամբ քեզ, բայց պետքա նաև այնպես անել, որ դրանից լավ կողմը նաև վերցնել։ Նախ այդ բանը հիմա գուշակության մեջ պետք է ընկնեմ, որովհետև երբեք չեմ մտածել ոնց է իմ մոտ դա առաջացել կամ ոնց պետք է առաջանա մարդու մոտ, չգիտեմ, կա փողոցային կյանք կա տղայի համար Հայաստանում, հա, կա, չգիտեմ, ուսանողական կյանք, կա ընտանեկան դաստիարակություն, կա բան սեփական նախաձեռնությամբ ինչ որ գրականության ընթերցում կամ ինչ որ փորձերի ուսումնասիրում, այս ամեն ինչը ձևավորում է մեզ ու նաև այդ սխալվելու ճանապարհը, այնց որ տենց գուշակությունների մեջ չընկնենք ոնց, բայց հիմա տենց հա ու հանգարց տենց տպավորություն չստեղծվի, որ բանը ես կոչ եմ անում ռոբոտ լինելու կամ ոչ էմոցիոնալ, ես չգիտեմ շատ եմ կասկածել, շատ եմ վախեցել, շատ եմ չհասկացել ինչա կատարվում ու ես կարծում դրանից էլ պետք չի ամացել, մենք մարդ ենք, դա էլ է անխուսափելի, անորոշության մեջ գործելը, կասկածելը, վախենալը, ինչ որ առումով դրանք են ռեսուրս դառնում,
մեր վախերը մեր ամենալուր լրջագույն ռեսուրսներն են, հա, մեր ստրեսը, որի մեջ մենք հայտնվում ենք, կենսական անհրաժեշտությունը, հա, այն կենսական անհրաժեշտությունը, որ ստեղծվեց օրինակ հետ-կովիդյան այդ շրջանում կենաց մահու կռիվը մեր ոլորտում ինքը ինձ շատ է մոտիվացրել։ Ինքը ուղղակի քեզ շանս չի տալիս հետ կանգնել ու տենց իրավիճակներ էլ կան։ Իսկ ինչ վերաբերվում է, հա, սխալին նոր մտքովս անցավ երևի բանը առաջի մի խոշոր սխալը որ թույլ եմ տվել այդ մեր առաջի պրոյեկտից հետո ես տենց բան արեցի ինձ տենց թվաց որ ես շատ տենց ուժեղ գործարար եմ արդեն ուժեղ ռեստորատոր եմ ու կարամ մտնեմ բառային ոլորտ միգուցե կարայի բայց հաշվարկներ սխալ որովհետև ես գայթակղվեցի մի հատ տարածքով որտեղ կար արդեն ներդրում արած պատերը, օդափոխությունը, խոհանոցային տեխնիկան, ձայնային տեխնիկան եւ այլն, ամեն ինչ կար, գայթակղիչ էր, գնում ես վարձով վերցնում ես քո թիմը հավաքում ես ու սկսում ես գործունեությունը, բայց այդտեղ ամենակարևոր դասը իր կյանքը 3 ամիս տևեց, այդ լավ էր որ ես շուտ հասկացա, որ չի ստացվելու, այդտեղ ամենակարևոր դասն էր, որ մեր ոլորտում լավագույն տարբերակը դա 0-ից սկսելն է։ Այսինքն եթե անգամ նույնը համ սիրահարվածության համար, որ դու սիրահարված ես քո պրոյեկտին, ինչ որ մեկը ստեղծել է, ինչ որ մեկը սիրել է, այդ բան խնդրեմ չի։ Հա, ուրիշի սերն է բայց եղել։ Հա, ուրիշի սերն է եղել, հետո դու ստիպված ես ելնում հարմարացնել քո կոնցեպտը արդեն եղած ինչ որ պատերին, եղած տեխնիկային, եղած ընկալումներին, որոնք կան արդեն դրանք կանոն են բացասական ասոցիացիաները տարբեր։ Ու հա, այդտեղ շատ չեմ դուժել երևի մոտապես 15-ից 20 միլիոնի դրամի սահմաններում, բայց եթե երկար տևեր, ինքը ավելի շատ կլիներ վնասը, նենց որ շուտ դադարեցրել եմ մինիմալ վնասներով ու ինքս ինձ խոստացել եմ, որ այսուհետ եթե ես ներդրում անեմ որևէ պրոյեկտում ու պրոյեկտ սկսեմ անել, պետք է սկսեմ 0-ից, ես ինքս հավաքեմ, անգամ ես ինքս իմ սխալները ունենամ, բայց դա լինի իմ սխալները, որոնք ուղղելու ձևերը ավելի հեշտ կլինի։ Դա ձեր միացնյա որոշումներ, թե ամեն դեպքում, թե մտնել այդ տարածք եւ գործունեություն ծավալել եւ դուրս գալ այդ տարածքից, ամբողջությամբ միայնակ եք որոշել, այսինքն պատասխանատվություն բաշխելու խնդիր չեք ունեցել։ Չէ, վերջին հաշվով բոլորը իմ միանձնյա որոշումներն են, վերջնական որոշումներ, բայց իհարկե ես խորհրդակցում եմ, թե մեր մենեջերական բանի հետ, թիմի հետ, տենց առումով, թե խոհարարների հետ եւ թե գլխավոր ոնց որ իմ բաժնետեր կնոջս հետ անխուսափելիորեն եւ հետո փոշմանեք լսեք սխալ խորտ չկա սխալ խորտ ընդունող կա ասեք ես կարող էի չփակել բայց իրենք այդքան ինձ համոզեցին ես վերջը փակեցի բայց դա կարող էր լավ բան դառնալ չէ ընդհանրապես բանը ինձ թվում է դա էլ իմ համար աքսիոմատիկ ճշմարտությունն է, որ չի կարելի կասկածել այն քայլի վրա, որ դու արել ես, սխալվել ես, տղայղի ընդունի այդ բանը, սովորի, հասկացի ինչ չես անելու, փաթեթավորի այդ սիրուն դիրմի կողմ անցի առաջ, վերջացավ, ինչ լացուկոց անում։ Չէ, վայ, ես որ սենց անեի, բան, չէ, տենց երկար ճանապարհ չես անցնի։ Իսկ ֆինանսական կորուստը շատ մեծ հարված է առհասարակ թե հոգեբանորեն հենց անձի վրա դե պարզա որ բիզնեսի համար ինքը մինուս է էլի ամեն դեպքում որքան էլ թիվը կարող է գուցե այդքան մեծ չլինել ինչ է ապրում հիմնադրողը եւ այդ կորուստը տեսնում է ինչ եք զգացել դե նայեք ամեն ինչ համեմատության մեջ է չէ երևում հիմա եթե ես ասում եմ պայմանական 1000 դրամ կորցրեցի բայց եթե այդ որոշումը չկայացնեի ես կորցնելու էի 10000 դրամ այսինքն ընկալման տեսանկյունից ես լավ եմ բրծել հա հարցին այդպես եք հա այդ տեսանկյունից տենց է ստացվում ու ցանկացած որոշում կարծում եմ այդ տրամաբանությամբ է մենք երբեք չենք ընտրում լավագույն ու վատագույն տարբերակների մեջ մենք ընտրում ենք վատի ու վատագույնի մեջ բիզնեսում առհասարակ սա ամենօրյա որոշումներ են որ միշտ ընտրում ենք վատի ու վատագույնի միջև ինչու լավագույն չկա եւ լավագույն չկա մենք պետք է սովորել ենք կարծում եմ վատի վատագույնի մեջ ընտրությունը ռացիոնալ կատարելու իսկ լավագույնին կհասնենք շատ լավ իսկ երբ աշխատակիցներն են սխալվում այդ դեպքում ինչպես եք վարվում
Ինչ տարբերություն։ Ես եմ սխալվում թե աշխատակից։ Դե կարծում եմ շատ գործարարներ, շատ ղեկավարներ պատժիչ գործողությունների են դիմում։ Այսինքն մենք ենթադրում ենք, որ կան անսխալական մարդիկ կամ անսխալական աշխատողներ կամ թիմակիցներ։ Շատ դրական եք նայում։ Ինչա տեղի ունենում ներսում, ներքին խոհանոցում ձեր դեպքում ես կուզեմ իմանալ։ Ոնց կարա նույն երեխայի օրինակը օրինակ չաշխատի բանի վրա, թիմակցի վրա, կամ եթե իմ սխալը ռեսուրս է սովորելու, ինչի խոհարարի կամ մատուցողի կամ հաշվապահի սխալը ռեսուրս չի սովորելու։ Այո, ամեն ինչ իր գին ունի։ Սովորելը իր գին ունի։ Մենք գնում ենք գին ենք տալիս, համալսարան ենք ավարտում։ Նույնն էլ ստեղ է, մեր սխալները գին ունեն իհարկե։ Բայց դրանք անհամեմատելի են օգուտների հետ, ինչ որ կարելի է տալ սխալներից սովորելու արդյունքում։ Ինչ գին եք դուք վճարում եւ ինչ գին են վճարում աշխատակիցները, գումարի մասին չէ խոսքը։ Դե այստեղ արդեն ֆունդամենտալ տարբերություն կա։ Այստեղ ֆունդամենտալ տարբերություն կա, ես կարծում եմ ցանկացած գործարար հստակ պետք է գիտակցի, որ ինքը մի քիչ տարբերվում է իր թիմից։ Պատասխանատվության ու կորուստների իմաստով։ Մենք սեփական կաշուվ ենք պատասխան տալիս ամեն ինչում։ Դա կլինի առողջություն, դա կլինի ֆինանս, դա կլինի ապագա, դա կլինի միգուցե նաև որոշ դեպքերում ընտանիքի ապագա եւ այլն եւ այլն։ Լրջագույն ռիսկի մեջ են։ Ու այդ առումով ես օրինակ կարծում եմ, որ Հայաստանում գործարանները շատ թերագնահատված են։ Ես հիմա ենթադրում եմ ինչ պատճառներով է բացասական ընկալումներ ստեղծվել առհասարակ փող աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց նկատմամբ, միգուցե դրանք օբյեկտիվ ինչ որ հիմքեր ունեն նախկինից եկող, բայց դրանք ընդհանրապես պատրանքներ են, որովհետև մարդիկ, որոնք բան են անում, որոնք գնում են ռիսկի, որոնք իրանց անձ ու կյանքը դնում են ռիսկի տակ, իրանք առնվազն արժանի են հարգանքի։ Անկամ եթե իրանց մոտ չի ստացվում։ Ասենք ասեմ, եթե իրանց մոտ չի ստացվում ու կործանվում են, շատ ավելի մեծ հարգանքի են արժանի։ Շատ ավելի մեծ հարգանքի այն գործարանները, որոնց մոտ չի ստացվել, որոնք ընկել են ամենահատակին։ Դա զոհաբերություն է։ Դա զոհաբերություն է։ Այո, դրա գնահատականը ու դրա արդյունքը մեծ է լինում, եթե հաջողում ես, եթե ստացվում է։ Ու այդ նպատակով է իրականում արվում, բայց այն ինչ անձնազոհության գնում են գործարարները, ստեղծելով աշխատատեղեր, վճարելով հարկեր ու ընդհանրապես ստեղծելով արժեքներ ու օգուտ տալով բիզնես միջավայրին, դա ես կարծում եմ առնվազն պետք է գնահատվի։ Հոռեկա ոլորտը կարծում եմ հայաստանյան պայմաններում շատ բարդ իրավիճակում է միշտ, հատկապես 20 թվականից հետո COVID, պատերազմ ու այդ պատերազմական իրավիճակը կարծես թե հանգիստ չի տալիս ոլորտին։ Դուք այդ ընթացքում եւ այսօր էլ ինչ խնդիրների եք բախվում այդ իմաստով։ Արդյոք մեր երկիրը մեր շատ բաներից զրկում է այդ իմաստով, կարելի է ավելին անել, ինչը հնարավոր չի։ Դե իրականում ունենք այն ինչ ունենք։ Ես կարծում հատկապես գործարարի մոտեցումը շատ սթափ պետք է լինի այդ առումով։ Էսա, ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Եթե գործունեությունը ծավալում ես, հարմարվի այն իրավիճակին, որ կա, ու այդտեղ գործունեություն ծավալի։ Չես հարմարվում, մի ծավալի կամ գնա ուրիշտեղ արա այդ գործը։ Բայց ես կարծում եմ, որ բանի առումով, մաթեմատիկական առումով ցանկացած մարդու, հայաստանցի մարդու շատ ավելի հեշտ է սկսել Հայաստանում, գոնե այն առումով, որ ինքը ճանաչում է թե բացասական թե դրական կողմերը, քան այլ տեղ։ Հենց որ մեկնարկային դիրքերը շատ ավելի լավն են, քան օրինակ Հայաստանից դուրս։ Այդ առումով ես կարծում եմ մենք չենք տարբերվում ոչ մի երկրից։ Ինչ որտեղ մի քիչ ավել են, ինչ որտեղ մի քիչ պակաս են այդ խնդիրները, ինչ որտեղ հարկային ուղղությունում է խնդիրները, ինչ որտեղ, չգիտեմ, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչ որտեղ սննդի անվտանգության, ամենտեղ իր խնդիրներն ու դժվարությունները կա։ Եթե մենք ընդունում ենք խաղի կանոնները ու խաղում ենք, պետք է խաղանք այդ կանոններով։ Իսկ շուկայի առումով իհարկե մի քիչ բարդ վիճակում ենք, անկումային վիճակում ենք այս պահին,
Բայց այդ ավելի հետաքրքրացնում է խաղը։ Հա։ Այդ ավելի հետաքրքրացնում է խաղը, որովհետև մեր ոլորտը բավականին Պետք է բարձր բավականին մրցակցային համբերատար լինել ու ռիսկերի դեմ չընկրկող։ Լսեք, բանը համբերությունը մի քիչ բան է, մեզ մի քիչ կարա բթացնի, էլի, որտեղ դա էլ մի հատ ծայրահեղության մեջ ենք ընկնում, որ այնց համբերենք լավ կլինի, հեսա, բայց բանը առանցքային բանը, որ պետք է անել, դա գործելն է։ Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որ մենակ համբերելով չի ստացվի։ Պետք է գործես, պետք է բարձր արագությունների տակ գնաս առաջ ու անդունդի եզրով։ Էսա բիզնեսը։ Դա է վրա սովորել ինչ որ մի օրինակով, որ ամեն դեպքում համբերել չի կարելի։ Ահա, իհարկե, որովհետև համբերությունը մեզ բանը տենց սառնասիրտ վիճակում ենք հայտնվում, էմոցիաների կառավարման ու սենց բանի տենց մեդիտացիայի վիճակով նստած սենց սպասում ենք, մենք համբերատար ուժեղ ենք, ինչ որ սենց պինդ ձիգ կանգնած ենք, պինդ ձիգ այնց ուժեր կան այդ պինդ ձիգից ուժեղ, որ կտան սենց կշպրտեն ենկում։ Մենակ պինդ ու ձիգ լնելով չի ստացվի։ Պետք է գործել, շարունակական գործել, սխալվելով, սխալներից չվախենալով, ռիսկ անելով։ Չկա տենց իրավիճակ, ես կարծում եմ գործարարի համար կապ չունի ինչ ծավալների է իր բիզնեսը։ 1 միլիոն դրամի շրջանառություն ունի, թե 1 միլիոն դոլարի, թե 1 միլիարդ դոլարի շրջանառություն ունի, նույն տրամաբանությունն է աշխատում։ Մեկը մրցակցությունը կա, մեկը ծավալվելու նպատակը կա, որտեղ բիզնեսը եթե կա, ինքը պետք է ծավալվի, ինքը չի կարող էքսպանսիայով չզբաղվել շուկայի, հենց դադարում է ինքը կործանվում է, իսկ եթե դու խնդիր ունես էքսպանսիայի, դու միշտ պետք է արագ շարժվես առաջ, միշտ քեզ ռեսուրսները չեն հերիքելու, միշտ պետք է հավելյալ ռեսուրսներ փնտրես, միշտ պետք է ռիսկ անես, միշտ պետք է կործանվելու վտանգը զգաս։ Անխուսափելի։ Վերջին ռիսկը որին դիմել եք որներ։ Կամ ամենահիշվողը։ Բանը մտնել դիջիտալ հարթակները անձամբ։ Այո, այսօր շատերը կարող են ձեզ տեսնել թվային հարթակներում։ Այո։ Ինչպես այդ որոշմանը եկաք։ Հետին թվով որ նայում ես, թվում է թե բան տենց արել ինչ լավ որոշում կայացրեց էլի, բայց ինքը տենց բարդ էր։ Կասկածներ կային։ Այո, པարզ էր որ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, པարզ էր որ առհասարակ դիջիտալ հարթակները դառնում են բիզնեսի բաժանելի մասը։ Բայց չկար տենց մարդ, որ օրինակ 5 տարի զբաղվել է դրանով կամ 10 տարի կամ 20 տարի ու մենք գիտենք դրա արդյունքները, հիմա էլ չգիտենք ինչա դրա արդյունքը եւ բիզնեսի սեփականատերը անձնական բանով երաշխիքով մտնում է իր տենց ասում է հորս արև լավն է, հա, տենց այս ձևով ինչ հետևանք է դա տալու։ Հələ մի կողմ իմ համբավը, հա, ինչ երկարաժամկետ արդյունքներ է տալու բանին, պրոդուկտին։ Այս բանը կարող եմ ասեմ, որ միայն դրական։ Ու դա բացատրելի է։ Պետք է ամեն դեպքում ճիշտ հաշվարկներով առաջ գնալ, որպեսզի այդ դրականին էլ հասնել, ուղղակի մտնել համացանց, ուղղակի ներկայացնել այդ ամենը պարզապես առանց ինչ որ մեխանիկայի, տեխնիկայի, միշտ չի որ դա հաջողվում է եւ բոլորի մոտ չի որ դա հաջողվում է։ Ձեզ մոտ ինչպես ստացվեց։ Դե ես սովորում եմ, եթե ինչ որ բանով զբաղվում եմ, 200%-ով եմ զբաղվում, այսինքն եթե մտա խաղի մեջ լիարժեք տենց մի հատ տեսանյութ հրապարակենք տենանք ինչա մի շաբաթից մի հատ չէ ամեն օր մեկը չի սիրվի մեկը կսիրվի մեկի չսիրվելու վրա կսովորենք խի չսիրվեց մեկը կսիրվի կհասկանանք խի սիրվեց ոնց անենք որ կապը հասկանանք ու մի հատ ամենակարևոր բանը պարզ դարձավ ինձ համար որին իրականում մեր շուկան դիմադրում է հուսամ բան մրցակիցներս չեն նայում որովհետև այս իրողությունը գիտակցելը բոլորին շատ առաջ կգցի մեր ոլորտում անխուսափելի բան է արդեն ես իրականում երբ որ մտա այդ դիջիտալ բանի մեջ process-ների մեջ ես դեռևս դրան վերաբերվում էի որպես բան գովազդային գործիք բայց այս ընթացքում իմ համար արդեն ակնհայտ է որ դիջիտալը դա գովազդային գործիք չի որից կարելի է հրաժարվել կամ սահմանափակ անել ոնց որ ժամանակին էր, հա, Facebook-ով տենց $10 դնենք գովազդը, թե $100 դնենք կամ չգիտեմ, կարող է շաբաթ չդնենք մի քիչ բան։ Դնում եք դրեք, բայց մի բան պետք է գիտակցեք, որ այսուհետ, եթե խոսում ենք մեր ոլորտի մասին, հյուրընկալությունը
սկսվում է digital հարթակներից։ Այսինքն digital-ը ոչ թե գովազդային հարթակ է, այլ հյուրընկալության հարթակ։ Եթե մենք էմոցիոնալ կապ ստեղծող ենք, մենք այդ էմոցիոնալ կապը ստեղծում ենք արդեն digital հարթակներից, սոցիալական ցանցերից։ Եթե նախկինում հյուրը մեր հյուրի հետ կապը սկսում էր այն պայծը, որ ինքը դուռը բացում էր ու նայում էր հյուրընկալին, օրինակ, կամ հյուրը կալա առաջի քայլն էր անում։ Հիմա այդ առաջի քայլը տեղի ունենում սոցիալական հարթակներում։ Շատերը ուղարկում են իրար։ Այսինքն քննարկել առհասարակ digital օգտագործելու անհրաժեշտությունը դա կոպիտ չի, բայց ինքնասպանություն է մեր ոլորտի համար։ Սա արդեն կայացած փաստ է ու էսկալացիոն sense ձևով անում, ծավալվում է ինքը, ավելի զարգանում։ Ասում են, եթե բիզնեսը չկա համացանցում, կարելի ասել ինքը գոյություն չունի։ Շատ հայտնի եւ տարածված խոսք է դարձել այսօր։ Հա, ուղղակի նախկինում դա եղել է այդ գովազդի տեսքով, որ ինքը գովազդային գործիք է վերջի վերջո։ Հա, թռուցիկ է, բիլբորդ է, Facebook է, ծելեյա, ռադիոյա, հա, հնարավորությունները գովազդ տալու, sense հերթականներ։ Բայց հիմա դա հերթականը չի։ Դա արդեն մեր կյանքը ընդեղ է։ Մեր կյանքը ընդեղ է։ Էլ ինչ փորձությունների եք հանդիպել, որոնց մասին միշտ լռել եք, բայց այսօր կուզենաք պատմել։ Լռել եմ, չեմ լռել, ինչ հարցրել են անկեղծ պատասխանել։ Դե հիմա ես հարցնում եմ, մեզ էլ պատմել։ Ինչ կուզենաք իմանաք փորձություններ։ Դե բան է, հիմա կասեն այս տղեն հա այդ կովիդից է խոսում, բայց հիմա ամենամեծ փորձությունն էր։ Այնտեղ այդ էր ամենաօրինակ կասկածելու, վախենալու ամենախիտ շրջանը հենց այդ էր, որ պետք էր դիմանալ։ Ինչ արեց։ Լավ, այդ պետք էր դիմանալ, պետք էր չհամբերել, պետք էր դիմանալ ու քայլեր ձեռնարկել։ Ինչ արեցիք դուք։ Հենց հաջորդ օրը մենք սկսեցինք առաքում։ Այդ շարժվելու տեսանկյունից էլի։ Շատերը պատրանք ունեին, որ դա, չգիտեմ, մի քանի օր է տևելու, մենք էլ հույս ունեինք, ես էլ հույս ունեի, որ մի քանի օր է տևելու, բայց պատրաստենք վատագույն սցենարին։ Դե նախապես պատրաստվել էինք մարտի 11-ին, հա, ոնց որ բան եղավ, 11-12-ին լոկդաունը եղավ։ Մենք հաջորդ նույն օրը կներեք, նույն օրը սկսեցինք առաքումներ, այն դեպքում, երբ որ բոլոր պրոյեկտները նախատեսված չէին առաքման համար։ Ընդհանրապես ինձ որ ասենք 16 թվականին, երբ որ մտնում էի ես նոր ես հանրային սննդի ոլորտ հարցնեին առաքում, կասեի խելքները թրծրել եք ինչ առաքումն նայեք ինչ սիրուն ռեստորաններ բան ստեյց Մարդիկ տնից են գնում, որ այդ ռեստորանը։ Հա, բանա, բա մեզ սազում առաքում ունենանք այս սիրուն ուտեստները առաքենք, բայց որպես քայլ ինքը օգնեց բավականին ջրերեսին մնալու։ Մի քանի ամիս հետո ստեղծեցինք մեր fast food պրոյեկտներից մեկը, հենց կովիդյան շրջանում, որը էլի իրավիճակային լուծում էր ու բավականին օգտակար եղավ, մինչև հիմա ինքը դառավ արդեն լիարժեք բրենդ։ Քամանչյանը ինչով է առանձնանում։ Բանալի համը քամանչայի կամ բանալի, չգիտեմ, գույնը, ինչով եք դուք առանձնացնում։ Ուզում եի անհամեստություն անեի ասեի ինձնով։ Դե դուք իրականում այն դարձրել եք ձեր կերպարով, արդեն բոլորը ճանաչում են։ Ինչպես տեսանք, ցանցում դուք բավականին ակտիվ եք ներգրավված ու ես ուղակի երջանիկ եմ, որ քամանչան եզակի, եթե ոչ միակ հայկական ռեստորանն է, որտեղ ինքը առանձնանում է իր հենց բուն հայկական ուտեստներով ու սիրված է դարձրել այդ ուտեստները։ Սիրված դառավ։ Ես ուղղակի երջանիկ եմ, որովհետև շատ երկար ժամանակ դրանք եղել են մի հատ ինչ-որ հավելյալ օպցիա, հա, տենց բանում, հայկական ռեստորաններում, հա, տենց քալագոշ է, տենց ինչ-որ, հա, ինչ-որ։ Մոդայիկ չէ։ Բայց հիմա դառնում է պոպուլյար ու ես անհամեստություն չլինի, փուճուրիկ տենց նպաստ ունեցանք այդ գործում, ուղղակի երջանիկ եմ այդքան կարամ ասեմ։ Ու հենց դրանով էլ առանձնանում է, որ մեր մոտ օրինակ բանի վաճառքների տեսանկյունից մեր մոտ ավանդական, հա, հետաքրքիր ուտեստներ, շատ ավելի բարձր վաճառքներ ու պահանջվածություն ունեն, քան օրինակ խորովածը։ Իսկ ինչ ուտեստ է եղել, որ մտածել եք, այ իրեն շատ կհավանեն վստահաբար, բայց չի սիրվել։ Շատ ա եղել տենց բաներ։ Ընդհանրապես մենյուի ձևավորումը
ինչքան էլ պրոյեկտը սկսելուց մենյուն ձևավորում ես, նախատեսում ես, բան, բայց մեկը թե ֆինանսական առումով իրանց ձեռնատվությունը, թե համերի ու արտադրության առումով, մեկը իրանք վաճառքների մեջ են իրանց դեմքը բացում, այսպես ասած, հա, ու այդ տեսանկյունից անդադար է մենյուի փոփոխությունը, հենց այդ բաները հաշվի առնելով, մտելա ուտեստ չի սիրվել, կամ մտելա ուտեստ, որը բարձր վաճառքների դեպքում լուրջ արտադրողական խնդիրներ առաջացնում, կամ վաճառքների դեպքում ինքը բան անում, ինքնարժեքը ասեցի, չէ՞։ Այո։ Մի անգամից օրինակը մտածի, դրա մտքից թելը կտրվեց։ Այո, ես օրինակ ունեինք բան ամբողջական այդ գառան սենց մատերն էին, ինքը մեծ բավականին ուտեստ էր, որը երկու դիրքով սկսեց պարտվել բոլոր բաներին, մնացած ուտեստներին, այսինքն մեր ցուցիչներով հայտնվեց ցածր դիրքերում, դա իր տևողության բարձրացումն էր, բարձր վաճառքների ժամանակ, որտեղ ընդհանուր խոհանոցի ծանրաբեռնվածությունը բարձրանում էր իր պատճառով, ժամանակը մատուցման բարձրանում էր, հասնում էր ժամուկեսից 2 ժամվա, բացի նրանից, որ մենք տեղակ էինք պահում հյուրերին, որ երկար է տևելու, օրինակ պատրաստեն են, միևնույնն է, այդ երկար տևելը ոչ մեկին հաճելի չի, ու ինքը օրինակ մի անգամից դուրս եկավ մենյուից, հաջորդ մենյուի փոփոխության ժամանակ դուրս եկավ, ու տես տասնյակ, հարյուրավոր ուտեստներ։ Այս ժամանակահատվածում շատ հաճախորդներ եք կորցրել։ Եվ հաճախորդի կորուստը ոնց եք տանում։ Որ ժամանակահատվածում։ Ինչ կամանչան կա, ինչ դու գործունեություն եք ծավալում, այդ փոփոխությունները, որոնց անցել եք։ Դե էլի տեսեք, օրինակ ունեցել ենք մի հատ բան, առանցքային որոշում վատի ու վատագույնի միջև էլի։ Այդ տեսանկյունից կամ լավի ու լավագույնի, լավ, ձեզ դուր չի գալիս, ոնց վատի ու վատագույնի տարբերակ։ Լավի ու լավագույնի։ Չէ, ինձ դուր գալիս է, պարզապես երկու տարբերակներ քննարկել։ Օրինակ որոշում կայացվեց, Կամանչեի գործունեությունից 2 տարի անց որոշում կայացվեց, որ երաժշտական սրահում միայն տղամարդկանց մուտքը արգելվում է։ Ինչու՞։ Վեճեր վիճաբանություններ։ Բացարձակ, երբեք չենք ունեցել այդպես բան։ Բայց կար ինչ-որ տենց կաշկանդվածություն։ Ես անձամբ, եթե իմ ընտանիքի հետ ինչ-որ տեղ գնամ, ամենա տենց քաղաքավարի տղամարդկանց սեղանն էլ նստած լինի, հիմա, չգիտեմ, Հայաստանում չենք կարող մերժենք, որ այդ բանը ունենք, մի քիչ լարվածություն ենք ունենալու, հա։ Հայ տղամարդը չի։ Հա, կնոջը ձեռը բռնելու ես բան, տես ճանապարհես բան համապատասխան վայր եւ այլն եւ այլն, հա, ինչ-որ sense բաներ անխուսափելի լինում են ու այդ լարվածությունը մենք զգում էինք ու այդ որոշումը կայացին, որ ել ավելի հաճելի դարձնենք ու ել ավելի մեր կոնցեպտին համապատասխան դարձնենք միջավայրը, այսինքն մենք ընտանեկան ռեստորան ենք։ Ու բավականին մեծ կորուստներ ունեցանք հյուրերի տեսանկյունից։ Շատերը միջև հիմա էլ չեն վերադարձել, որտեղ են սեղանները, որոնք սովոր են տղեկով իմ նման իմ ընկերների նման, ասենք, մարդիկ էլ ինչ որ տարբերություն չկա, ոչ մի խտրականություն չի եղել։ Սովոր են գային, ուտեին, խմեին, մի հատ էլ հայկական երաժշտություն լսեին, այդ մարդկանց մենք գիտակցաբար կորցրեցինք։ Մենք այդ մարդկանց այսինքն գիտեք ինչ կա, դուք եկեք ձեր ընտանիքների հետ։ Այո, առանց նրանց չենք ընտրում։ Տղեկով լիքը տեղ կա։ Ես էլ ընկերներիս հետ ինձ էլ նույնպես արգելված է, եթե ընկերներիս հետ հավաքվեմ ու ուզում եմ երաժշտություն լսեմ, դա այլ ռեստորանների մասին է, այլ ռեստորանի մասին։ Սենց ու այդ առումով ունեցել ենք իհարկե, այդ էլ ընտրություններ, ու այդ պահը բավական բան էր, դժվար էր, որովհետև բնականաբար որոշումը գին ունի։ Դու գործունում ես մշտական հյուրեր, բայց սկսում ես ձեռք բերել նորերին, այդ հատվածում փոսիկ է հայտնվում, որը էլի պետք է անցնես գիտակցելով, չհանձնվելով, որովհետև պահկա, որ ասում ես, վայ, այս որոշմանս արդյունքում կորցրեցի, հա, հյուրերին, հələ մի հատ վերադարձնեմ որոշումս, սենց մի հատ բան ես սարքում, աջապսանդալ ես սարքում, ոչ հներն են հասկանում ով ես դու, ոչ նորերն են հասկանում ով ես դու, սա ձեռները քաշում են, ասում են ավելի լավ է, պարզ հասկանալի տեղ գնանք էլ։ Ու այդ էլ իրականում փորձի արդյունքում է, նույն Արմատի օրինակը, նենք առաջի տարվա մեջ 2 անգամ մենյու եմ փոխել ընկերներիս օրդորով, որտեվ կարևորում էի ես դա, բայց ես չէի հասկանում, որ 1-2 ընտանիքի կամ ընկերոջ տպավորությունը չի կարող լինի ամբողջ շուկայի տպավորություն։
Մի քիչ սրտից մոտիկ է ընդունում, ասում օր իսկականից կարող է թանկ է։ Կամ կարող է պետք է իսկան բաներ մտցրել ենք, բա ոնց չունենանք ինչ էր օրինակ կարբոնարա, հա, օր իսկականից դնում էի, մի հատ խոհանոցը ստրեսի մեջ էր ընկնում։ Մի հատ հյուրերը չէին հասկանում, ես ինչ եղավ, գալիս էինք մի ռեստորան, հիմա վերադարձանք ուրիշ։ Էդ էլ սխալվելու արդյունքում ոնց որ դրա վրա էլ սովորեցինք։ Շատ լավ է, որ հետո այդ ամենի մասին միշտ հնարավոր է ժպիտով ու դրականորեն հիշել, որքան էլ որ արժևում նոր սխալներ են, չմոռանալով դրա մասին։ Ինչ խորհուրդներ ունեք այն գործարարներին, ովքեր ճիշտ է մենք ամբողջ ընթացքում գրեթե դրա մասին խոսեցինք, բայց ովքեր այս պահին այդ ծանր ձախողման շրջանում են ու ելքեր են փնտրում, ինչ անել, ոնց դուրս գալ այս իրավիճակից, հանձնվել թե չհանձնվել, լավ, քանի անգամ փորձել, որ նոր հանձնվել։ Բայց շատ պատասխանատու բան է, ընդհանրապես խորհուրդ բառը չեմ սիրում, անհասկանալի բան է։ Ով եմ ես, որ խորհուրդ տամ, մանավանդ տենց հարցով, որտեղ խոսեցինք։ Ամեն մարդ իր անձնական պատասխանատվություն ունի, անձնական պատասխանատվություն։ Եթե դուք լինեիք այդ իրավիճակում։ Նայեք, մեր կյանքում ու հատկապես բիզնեսում կան շրջադարձային փոփոխության պահեր ու նաև պատահականություններ։ Մեր գործը դրանցից օգտվելն է։ Եվ պատահականությունները, եւ շրջադարձային փոփոխությունների պահը կարան բերեն բացասական տասնապատիկ անգամ ավելի վատ արդյունքներ։ Մեր գործը դրանք դարձնելն է տասնապատիկ անգամ ավել եւ դրական արդյունքներ։ Իմ կարծիքով մենք թևեր ենք առնում այն ժամանակ, երբ հատակին ենք։ Ես ինքս ինձ միշտ այդ խորհուրդն եմ տալիս, որ ինչքան ցածր ես, այդքան թևերը տաճում են, այդքան ավելի բարձր ես թռնում։ Ինչքան մեծ է ստրեսը, այդքան բնազդային առումով մեծ է մեր հաղթելու բարձունքը գրավելու ցանկությունը։ Մենք ունենք այդ կենթանական բնազդները, մենք մարդ ենք, մենք էմոցիոնալ էակներ ենք։ Չի կարելի փախնել դրանից։ Չի կարելի ստրեսի ժամանակ գնալ հոգեբանի մոտ ասել բուժի ինձ, դեղեր տուր։ Այդ ստրեսը մեզ տված է, որ մենք խնդիրներ լուծենք։ Պետք է օգտագործել իրան, վերցնել, էմոցիոնալ, գնալ ու լուծել այդ հարցերը։ Դա զենքն է մեր։ Ստրեսը, սովորելը, սխալվելը որպես ռեսուրս ընկալելը կարծում ամեն ինչ կստացվի այդ դեպքում։ Կարևորը ընդհանրապես ընթացքը։ Ընթացքը շատ կարևոր է։ Այո։ Արդյունքները այդքան մեծ հաճույք չեն տալիս իրականում, ինչքան այդ փոթորիկների շրջանը, ինչքան ընթացքը, ինչքան ինքդ քեզ հաղթելը, ինչքան նոր բարձունքներ գրավելը, նոր նպատակներ դնելը, երազելը դրանց մասին, քայլ առ քայլ դրանց մոտենալը եւ այլն։ Բայց նաեւ կարան լինեն դեպքեր, երբ որ խաչս քաշում վերջացավ։ Սկսում նոր բան։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ սխալ հաշվարկներ գործար Ալիքի եթերում իմ զրուցակիցը ռեստորատոր Արեգ Գևորքյանն էր։ Ռեստորմանյան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։